Շատ ուրախալի գործ արված, շնորհակալ ենք ձեզանից։ Մենք էլ ձեզանից ենք Ժողովուրդն ենք շնորհակալ։ Շատ մարդ է սկսել գնալ գալ։ Ոչ բազմություն, ժողովուրդը, բնակիչները, տարեցները, հիվանդները արդեն քելում են, շարժի մեջ են, երեխեքը խաղում են, ապահով արդեն Կայլ ասկեք, որ ման են գալի, շնորհակալ ենք ձեզ։ Անունդ ինչ է։ Նարեկ։ Ինչպես անցած անգամ այնտեղ մենք իրար տեսանք։ Հա, որ ասի ընդես դպրոցի դուռը բացեք։ Բացեցին, թե էլ չէ։ Հիմա անցնում եք նորմալ է դպրոցի դռնով։ Սպորտ դպրոցի։ Հա։ Իսկ ես դաշտից գոհ ես։ Հա։ Մենակ բասկետբոլի շիթերը դնենք։ Մենակ բասկետբոլ շիթերը ու ոչ մի չեմ ուզում։ Պայմանավորվեցինք հələ։ Կանաչապատել ենք ամբողջը մենք բնակիչներով։ Ուզում եք մի քիչ հողի խնդիրը լուծենք։ Դրան հող լցենք, որ ավելի ակուրատնի լինի, այդ շուտերը չչորանա աճը։ Շատ լավ, հələ մենք նայենք։ Բոլոր համարյա վերևի ատերում ֆոտո դաշտեր կա խալու համար, ուզում ենք ասենք, որ կարող ենք սարքեք էլի մեր մոտ։ Անգամ չբարձրացնենք վերևիչներին դրա համար։ Դեմ չեմ։ Մերսի շատ, շնորհակալ ենք։ Մենք գտնվում ենք Էլ հավաքակայանի վերամբարձ վերանորոգման արտադրամասում, որտեղ կատարվում է գնացքի վերանորոգման աշխատանքներ, ստացել ենք արդեն թվով 14 հատ նոր անվասայլակի շրջանակներ, որոնք լրիվ գործարանային վիճակում են ու լրիվ նոր են, 16 տարի, 2.5 միլիոն կիլոմետր վազքից հետո ինքը արդեն ենթակա չի շահագործման, շարժակազմերի մոտ 60-70%-ը արդեն բոլորովին փոխված նոր անվազույգեր են։ Շրջանակը տեղադրել են անվազույգերի վրա, բոլորովին նոր անվազույգեր են, բոլորովին նոր անվասայլակի շրջանակ, կատարում արդեն անվասայլակի հավաքման աշխատանքները, վագոնի ծանրությունով, ուղևորներով, սա հիմնված է
այս անվասալյակի ու անվազույգերի վրա։ Ամեն ամիս մենք կատարում ենք անվազույգի թե դիամետրի չափում, թե կատարի չափումը, որտեղ անընդհատ աշխատանքի ընթացքում մի կրելսետ շփվելով մաշվում է, ամեն անվազույգ որ դեպքով ճանաչում ենք, էլի գիտենք, որ անվազույգն է, որ գնացքի տակ է, որ վագոնի տակ է, երբ է դրվե, ինչքան պետք է աշխատի, վերջի չափագրումները երբ արվե։ Ես թեք հարթակն է սարքել, որ կարենամ դուրս ելնեմ բանանեմ էլի։ Մեկ գնում եմ հայաթը մաքորոթի։ Բաղնիքը նորեկ վերակառուցել, քաղաքապետարանի միջնորդությամբ զինվորի տան շնորհիվ։ Ավելի հարմարակներ, ավելի լավ են էլի սարքել տղաները։ Ավելի ինձ ուժ են տալիս, որպեսզի վերականգնեմ շատ շուտ ու քայլեմ։ 28 միլիոն դրամ Երևանի քաղաքապետարանը հատկացրել է զինվորի տանը, օգնություն է տրամադրում, հոգեբանական աջակցություն եւ այդ շարժողական խնդիրներ ունեցող անձանց բնակարանների բարելավման պայմանները։ Ես չէի խոսում ժամանակին, բայց մի անգամ սկսել եմ խոսալ, չէի ճանաչում մարդկանց, սկսել եմ ճանաչել։ Մասնակցել եմ քարորիային, ապրիլի 4-ին վիրավորվել եմ Թալիշում։ Արդյունավետ է, որը ինձ օգնում է ավելի ինքնուրույն լինելու, բակիչնելու, օգնում է ավելի ինքնուրույն լինելու համար։ Խոհանոցն է մեր վերանորոգված, ասեմ, ինչ վերանորոգել եք արդեն սուրճին վրա է մնացել։ Էսի զինվորի տանը ծրագիր էր, ֆոտո դասընթացներ։ Հետո զինվորի տունը գտավ երևի լավ է ստացվել։ Տպագրեց նկարները, հետո տվեց ինձ։ 93-ին մասնակցել եմ Կուբատլոյում, Դանդարլու, ականների պայթյունի հետևանքով։ Ազրկվեցի ոտքերից, ամպուտացեցին, գրգեցին ծրագրին ու ունեցանք նորակառույց, շատ գեղեցիկ խոհանոց, որը շատ ավելի հաճելի է։ Բարապ ժամանակ աթոռ եմ սարքում, սենց չգիտեմ, տատուս խնոցին հիշելով, այդպես խնոցի եմ սարքել։ Երևանի քաղաքապետարանից ենք ոստիկանության քրեական գլխավոր վարչություններ միջոցառում ենք իրականացնում։ Հանրային սնունդ խմիչք 2400 եւ ձեր հեստապարի թույլտվությունները։ Բերեք նաեւ ձեր գովազդի թույլտվությունը։ Հեստապարի թույլտվություն չունեք, ձեզ բազմաթիվ անգամ զգուշացրել ենք, որ դուք աշխատում եք անօրինական, ինչպես նաեւ չունեք գովազդի թույլտվություն։ Ապա մոնտաժում ենք ձեր գովազդը, եկել տնօրին ասեք մոտիկանա, որ արձանագրությունը կազմենք։ Տնօրինը ստեղ չի, չեմ կարող կազմենք տնօրինը։ Տնօրինը ստեղ չի, մենք վարչարություն կիրականացնենք։ Անջատեք երաշխությունը լուսերը վաղեք։ Ով աստեղի պատասխանատուն, բարև ձեզ։ Երևանի քաղաքապետարանից ենք, ոստիկանության քրեական գլխավոր վարչությունն հետ միջոցառում ենք իրականացնում։ Ներկայացեք ձեր թույլտվությունները հանրային սնունդ 2400-ի, եկել ձեզ տեղեկացնեմ, որ լրության կանոնների խախտում ունի 23:00-ից հետո չի կարելի Երևան քաղաքում երաժշտություն բարձրացնել։ Հանրային սնունդը կա, ոգելից խմիչքը կա, 24:00-ում կա։ Լրության կանոնների արձանագրությունը խախտելու համար արձանագրություն կազմեք։
Հունիսի 6-ից 13-ը Երևանյան հանդիսատեսն ու մայրաքաղաքի հյուրերը Երևանյան միջազգային բալետային փառատոնի ընթացքում հնարավորություն ունեցան վայելելու բարձրաճաշակ արվեստն իր ողջ գունապնակով։ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ արդեն 3-րդ տարին անընդմեջ Թումանյանի անվան զբոսայգում բացօթյա ձևաչափով հազարավոր մարդիկ մասնակից են դառնում բալետային այս բացառիկ իրադարձությանը, որն ի շուրջն է համախմբում այդ օրերին Հայաստան ժամանած աշխարհահռչակ արտիստներին։ Թումանյանի անվան զբոսայգում այս բացօթյա տարածքում մենք միասին վայելելու ենք այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր գերներում։ Եվ ահա այդ արվեստը այժմ այստեղ, Երևանի սրտում, մեր առջև, առանց պատերի, առանց խոչընդոտների, ազատ ու կենդանի։ Այսօրվա երեկոն հատկապես նշանավոր է նաև նրանով, որ Երևանի միջազգային բալետային փառատոնի բացումը տեղի է ունենում Մոսկովյան Բոլշոյ թատրոնի մասնակցությամբ, եւ սա բացառիկ հնարավորություն է Երևանի հանդիսատեսի համար տեսնելու աշխարհի ամենահայտնի բեմերից մեկի արտիստներին մեր քաղաքում։ Եվ թող այս երեկոն դառնա լավ հիշողություն բոլորիս համար։ Բալետային երեկոների մեկնարկը տվեց Մոսկվայի լեգենդար Բոլշոյ թատրոնը։ Բալետային փառատոնի 3-րդ օրը նշանավորվեց Սանկտ Պետերբուրգի հանրաճանաչ Մարինյան թատրոնի յուրահատուկ ներկայացումներով։ Անմասն չմնացին նաև աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Սպարտակ եւ Գայանե բալետային ստեղծագործությունները, որոնք ներկայացվեցին Պետերբուրգյան թատրոնի կատարմամբ։ Այս օրերին Երևան ժամանած բալետի առաջատար արտիստները, որոնք պատրաստվում էին իրենց ելույթներին, հասցնում էին բացահայտել երևանյան կոլորիտը։ 30 лет ждала, чтобы приехать в Ереван. Я первый раз в Ереване. И я сейчас остаюсь на несколько дней, чтобы попутешествовать по Армении. И поэтому я выделила для себя это время, чтобы полностью раствориться в вашей культуре. Мне очень приятно. Я вообще, как Армения первый раз. Люди очень добрые. И город очень красивый. Впечатление очень хорошо. Я очень рада быть здесь. Я впервые в Ереване. Мы из Петербурга, это, я всегда считала, лучший город на земле, потому что он очень красивый. Но когда я увидела центр вашего города, я даже подумала, что он может составить конкуренцию Петербургу. Впечатления от города Еревана, конечно, безупречные. Очень нравится, очень богатая здесь культура, очень долгая история. Բոլորիս արչև սենց մեծ ոնց որ փուլ դրված լինի, որ պետք է հաղթահարենք, ինչպես նաև եւ մեծ թատրոնի եւ Մարինյան թատրոնից հետո ներկայանալ շատ լավ։ Եթե չլինեն էմոցիաները այս ներկայացման մեջ, կիսատ կմնա ներկայացումը, քանի որ նրա բաղադրիչ հիմնական մասերից մեկն է։ Հույս ունենք, որ այնքան կարողանանք գեղեցիկ մատուցել մեր այս բավականին ծավալուն աշխատանքը, որ հանդիսատես ամբողջովին վայելի այն, ինչը որ շատ մեծ աշխատանքի շնորհիվ հասել է։ Փառատոնը հանդիսավոր կերպով եզրափակեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Բալետային շաբաթը մեծ ոգևորություն էր առաջացրել երևանցիների ու քաղաքի հյուրերի շրջանում։ Շուրջ 100,000 հանդիսատես 5 օր շարունակ բաց երկնքի տակ վայելեց բարձր արվեստով հագեցած երևանյան երեկոները։
ամեն հարմար պայման ստեղծված է, որ մարդը բաց երկնքի տակ ծանոթանա բալետին, վայելի։ Շատ ուրախ եմ, շատ հաճելի երեկո է, ֆանտաստիկ պարզապես։ Մեր ժողովուրդը արժան է դրան։ Արժան է եւ պետք է գան մասնակցեն։ Ուղղակի ապշած եմ այս մակարդակից, որ հասել են օպերան մոդեռն ոճով։ Երկրորդ տարին անընդմեջ մասնակցում եմ, հրաշալի։ Ինձ ամեն ինչ շատ դուր եկավ։ Ես երազում եմ դառնալ բալերինա։ Շատ ուրախ եմ, նախ ասեմ, որ նման երեկոներ, նման համերգներ են պարգևում մեզ երևանցիներից։ Սիրելի երևանցիներ, այս փառատոնը մեզ համար բացառիկ իրադարձություն է եւ նաեւ ունի հստակ ուղերձ։ Երևանը վերանդառնում է որպես տարածաշրջանի մշակութային առաջատար։ Մենք բազմապես մշակութային կյանքի լուր դիտորդ չենք։ Մենք հավակնում ենք ձևավորել եւ առանցնորդել նոր օրակարգ։ Մեր նպատակը միանշանակ է։ Երևանը այն մշակութային կենտրոնը պետք է լինի, որտեղից սկսվում են ամենակարևոր նախաձեռնությունները եւ որտեղ հավաքվում են լավագույնները։ Շնորհակալություն եմ հայտնում փառատոնի կազմակերպիչներին, մեր միջազգային գործընկերներին, բոլոր աջակիցներին եւ իհարկե ձեզ բոլոր։ Ձեր ներկայությունը, ձեր հավատարմությունը այս միջոցառումներին մեզ ուշ են տալիս մեր հետագա բոլոր նախաձեռնությունների համար։ Եվ ուրեմն կեցցե բարձր արվեստը, կեցցե Երևանը։ Սիրելի փոքրիկներ, Երևանի քաղաքապետարանը հունիսի 1-ից մեկնարկում է արդեն սիրված եւ սպասված հեքիաթ նանիվների վրա նախագիծը, որի շրջանակում Բեբուկ շարժական թատրոնը հեքիաթի հրաշքը կհասցնի Երևանի 12 վարչական շրջանների փոքրիկներին։ Հունիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը թատրոնը հյուր կգա Երևանի բակեր ու այգիներ, ցուցադրելով տիկնիկային եւ ստվերների ինտերակտիվ ներկայացումներ։ Կլինեն տիկնիկագործության եւ տիկնիկավարության վարպետաց դասեր, խաղեր, ինչպես նաեւ հեքիաթների ինտերակտիվ ընթերցանություններ հայտնի եւ սիրված դերասանների մասնակցությամբ։ Սպասեք մեզ Երևանի բոլոր վարչական շրջաններում հունիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը։ Սիրով Երևանի քաղաքապետարան։ Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի, վերամշակենք միասին։